Եպիսկոպոս Պողոսյան, ծնվել է Երևանում, սովորել և ավարտել Սևանի Վազգենյան դպրանոցն ու Գևորգյան հոգևոր ճեմարանը, պաշտոնավարել է Մայրաթորի տարբեր բաժիններում, Գևորգյան հոգևոր ճեմարանում, ծառայել որպես Բուլգարիայի հայոց թեմի առաջնորդ, եղել Խորվիրապ վանքի վանահայր։ Սրբազանը յուրահատուկ գրական շնորհ ունի և նրա ստեղծագործական ուրույն ձիրքը դրսևորվել է իր հեղինակած գրքերում։ Այժմ Սրբազանը Գեղարքունյաց թեմի առաջնորդն է և քրեակատարողական հիմնարկների հոգևոր ծառայության պատասխանատուն։ Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյան, ծնվել է Հրազդանում, հոգևոր ուսում ստացել Սևանի Վազգենյան դպրանոցում և Գևորգյան հոգևոր ճեմարանում։ Երկար տարիներ սպասավորել է որպես քրեակատարողական հիմնարկների հոգևոր ծառայության պատասխանատու։ Բարբերաբար այցելելով կալանավայրեր, ավետարանի խոսքը քարոզել և մխիթարություն բերել ազատազրկվածներին։ Սրբազանը նաև տարիներ շարունակ շողակաթ հեռուստաընկերության հաղորդումներով Տիրոջ վարդապետությունն է ուսուցանել հավատացյալներին, ինչպես և դասախոսական գործունեությամբ գովելի ներդրում բերել հոգևորականաց նոր սերունդ պատրաստելու կարևոր առաքելության մեջ։ Ներկայումս Սրբազանը զբաղեցնում է Մասյացոտն թեմի առաջնորդի պաշտոնը։ Գերաշնորհ Տեր Անանիա եպիսկոպոս Ծատուրյան, ծնունդով աշտարակից է, կրթությունը ստացել է Գևորգյան հոգևոր ճեմարանում, աշխատել Էջմիածին ամսագրի խմբագրությունում և Գևորգյան հոգևոր ճեմարանում։ Այնուհետ ավելի քան 10 տարիներ եղել է մեր գավազանակիրը, մեծապես օգտակար լինելով մեզ հայրապետական մեր առաքելության աշխատանքներում։ Սրբազանը ծառայել է նաև որպես Սուրբ Գայանե վանքի վանահայր, ապա մեկնել Միացյալ Նահանգներ հայոց արևմտյան թեմ, նշանակվել կենտրոնական Կալիֆորնիայի առաջնորդական փոխանոր։ Այժմ Սրբազանը շարունակում է գովելի ծառայություն բերել Մայրավանքում, իբրև Մայրաթոր Սուրբ Էջմիածնի Մայր տաճարի լուսարարապետ։ Գերաշնորհ Տեր Զաքարիա եպիսկոպոս Բաղումյան, ծնվել է Երևանում, հոգևոր կրթություն ստացել Սևանի Վազգենյան դպրանոցում և Գևորգյան հոգևոր ճեմարանում։ Իր ծառայությունն է իրականացրել Կալկաթայի հայոց մարդասիրական ճեմարանում, Մայրաթորի տարբեր կառույցներում, երկար տարիներ վարել է քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տեսչի պաշտոնը։ Նա հոգևոր, գիտական և կրթական գործունեությամբ գովելի նպաստ է բերել մեր Սուրբ եկեղեցու քարոզչական կյանքին և արդյունավետ աշխատանք իրականացրել մեր զավակների կրթադաստիարակչական գործում։ Սրբազանը մի շարք հայագիտական, աստվածաբանական գրքերի հեղինակ է, ներկայումս ծառայում է որպես Մայրաթոր Սուրբ Էջմիածնի քարոզչական կենտրոնի տնօրեն։ Սիրելի նորաօծ Սրբազան հայրեր, մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք բերում ձեզ եպիսկոպոսական ձեռնադրության առիթով։ Եպիսկոպոսական կոչումը որպես նվիրապետության բարձր աստիճան ենթադրում է առավել մեծ հանձնառություն և պատասխանատվություն
Քրիստոսի Սուրբ եկեղեցու մեջ։ Եպիսկոպոսությունը ինքնին ծառայական խաչ է, որը Տիրոջ մշակը ստանձնում է իջման Սուրբ Սեղանի առջև ծննդիր ուխտով, իր կյանքը աննացորդ ընծայելու անձնվեր ծառայության։ Մեր Տերը պատգամում է սպասավորություն բերել քաջ և բարի հովվի օրինակով, ճանաչելով ձեզ տակավին ձեր ուսանողության տարիներից, վստահ ենք, որ տերունական խոսքի համաձայն եպիսկոպոսական հանգամանքի մեջ պիտի շարունակեք դրսևորել աներկյուղ ոգի ու առավել ջանադրություն, նորանոր հաջողություններով բազմապատկելով ձեր ավանդը մեր Սուրբ եկեղեցու անդաստանում։ Այսու Հայրապետիս հորդորն ու պատգամն է, որ հաստատում պահեք ձեր ուխտը, նախանձախնդրորեն հետևեք Քրիստոսի պատվերաններին և եկեղեցու Սուրբ Հայրերի հաստատած կարգերին ու կանոններին։ Այս բարդ ժամանակաշրջանում շարունակեք քաջալերել մեր ժողովրդի զավակներին ամուր մնալու աստվածասիրության ու հայրենասիրության մեջ։ Եղեք համարձակ պահապանը հոգևոր և ազգային մեր արժեքների ու սրբությունների, մեր երկրի ու ժողովրդի և մեր Սուրբ եկեղեցու արդար իրավունքների։ Ձեր խնամքին հանձնված հավատացյալներին առաջնորդեք աստվածահաճո ուղիներով, նրանց սրտերում զորացրեք հավատքը, աննկուն կամքն ու արիության ոգին, դուրս բերելու մեր երկիրը վտանգներով ու փորձություններով լի այս դժվարին իրավիճակից և կերտելու հայրենիքի բարոր ու պայծառ ապագան։ Ձեր բարձր առաքելությամբ ամեն ուր տարածեք տերունավանդ սեր, ազնվություն, բարություն ու արդարություն։ Աղոթում ենք, որ Աստված իր սուրբ աջով մշտապես զորացնի ձեզ ու նորանոր հաջողություններ պարգևի իբարս Աստուծո, իսեր ազգի, ի շինություն և ի պայծառություն առաքելական մեր Սուրբ եկեղեցու։ Թող ամենակալ Տերը խաղաղություն ու ապահովություն շնորհի հայրենի մեր երկրին և համայն աշխարհասփյուր մեր ժողովրդին։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը, Աստուծո սերը և Սուրբ Հոգու հաղորդությունը թող լինեն ձեզ հետ, սիրելի նորաոտ սրբազաններ և սիրելի բարեպաշտ ժողովուրդ, ինչպես և ողջ աշխարհի մարդկության, այսօր և միշտ և հավիտյանս հավիտենից ամեն։